Ցիտում եմ, կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ, իմ հանձնարարականն է ՀԵՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխիղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ազգայնացումից հետո բարեխիղճությունը հաշվի կառնվի։ Սա երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակումն է։ Հաջորդը ճեպազորույցի հայտարարեց թե դեռ մայիսին էր այդ մասին հանձնարարական տվել, թե գնում եմ մարզեր, տեսնում հոսանք չկա, արդեն խորհրդարանում ինքը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը եւ պնդեց. հեսա շատ արագ, հեծը լինելու է պետական սեփականություն։ Սա ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Չկա հաղորդում, չկա օրենք, չկա որևէ վարույթ։ Քաղաքական իշխանությունները խոսում են ՀԵՑ-ի սեփականաշնորհման մասին ու պետականացման ազգայնացման մասին։ Գործընկերս նշանակեց, ինչի չէին անում 60 հոդվածով սահմանված կարգով, շատ պարզ պատճառով, հիմքեր չկար։ Չես կարող այս բիզնեսը, ասես ես որոշել եմ այս բիզնեսը սեփականացնեմ։ Նույնիսկ գերիշխող, նույնիսկ մենաշնորհ զբաղեցնողը։ Չկա նման ընթացակարգ, եթե չկան խախտումներ, որովհետև են արձանագրված խախտումների մի մասի վերաբերյալ, օրոմեսական, դուք շատ լավ տեղեկացված եք եղել, որ հիմնական պատճառը հանգույցը չկառուցելու հենց տկենն է, որ պետք է գնար հանրային գերակա շատ ճանաչեր, մասնավոր անձանց գույքի հետ կապված օգտագործման իրավունքի հարց լուծել, որպեսզի հնարավոր լիներ այդ հանգույցը կառուցել։ Տկենը գիտի, որ ինքը չի արել իր պարտականությունները, բայց գրում է, այ տեսեք, մենք այս համաձայնությունները տվել ենք, մենք չվեցը։ Այդ ՀԵՑ-ը չի կառուցում։ Հիմա ՀԵՑ-ը կարող է մի քիչ ավելի ակտիվ կարող է զբաղվել, կարող է պասիվ կարող է զբաղվել, բայց օբյեկտիվորեն հաղորդում է գալիս ձեզ։ Դուք ասում եք, կասկածի տակ չեմ կարող դնել ինչ-որ գրված է, երբ որ դուք ինքներդ լավ գիտեք, որ դա շուտ է։ Չի համապատասխանում իրականությանը եւ դեռ ՀԵՑ-ի պատասխանատվությունը չի։ Բայց դուք գրում եք որոշման մեջ, որ ես ելնում եմ կանխավարկածից, որ դա ճիշտ է, քանի հակառակը մոտորապես չի ապացուցվել, որովհետեւ շեմը շատ ցածր է։ Այդ դուք եք գրում որոշման մեջ, որ շեմը քանի որ այստեղ պետք է տեսնենք հիմնավորվեց թե չէ, կասկածում եմ թե չէ, կասկած չէի կարող ունենալ, որովհետեւ հակառակում դուք համոզված եք։ Ինչևից է, հիմա փորձենք հասկանալ ինչ ծավալով պետք է այս ուսումնասիրությունը տեղի ունենա։ Մենք հիմքը, ուրեմն այս վարույթի հիմքը 36-րդ հոդվածի 9-րդ մասն է։ Այս սրա հիման վրա է հարուցվել այս վարույթը, որը ասում է հետևյալը. կառավարության լիազոր մարմնի հաղորդման արկայության դեպքում, որը բարերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել եւ շարունակությունն է։ Ինչն եմ այստեղ ուզում կարևորեմ, լիազոր մարմնի հաղորդման արկայությունը։ Լիազոր մարմինը հաղորդում կարող է ներկայացնել եւ առաջ եւ հետո եւ ցանկացած փուլում։ Այսինքն այս օրենքը հաղորդման այլ մոդել չի սահմանել, ուղղակի հաղորդման տվյալ դեպքում ընթացքն է այլ ձևով ապահովել։ Այսինքն մինչև օրենքը ընդունել, եթե հաղորդում լիներ, քննարկվելու էր մի քիչ այլ ֆորմատով, հանձնաժողովի 5 անդամներով, որոշելու եք, եթե բացառքի ինչ-որ հարցեր չլիներ, որոշելու եք այդ հաղորդման ընթացքը։ Այս դեպքում ոնց որ միանձնյա է որոշվում։ Եվ ձեր որոշման մեջ Պարամետրոպյան արձանագրել եք, գտնում ենք, որ առերևույթ եզրույթի կիրառման օրենսգիրը սահմանել է վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման ցածր շեմ, որի պայմաններում վարչական վարույթ հարուցելու համար չի պահանջվում հաղորդման մեջ նշված հնարավոր խախտումների եւ դրանցից բխող բացասական հետևանքների հաստատում թույլատրելի եւ վերաբերելի ապացույցներով։ Այսինքն հաղորդումը պետք է դրանում նշված փաստարկների հաշվառման բավարար լինի առանց լրացուցիչ գործողություններ կատարելու գալ եզրահանգման առայն, որ առկա է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Դրիվ ճիշտ է գրված։ Նորից, առկա են հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Այսօր հաղորդում եմ ներկայացնում, նայում եք, ասում եք, այս հաղորդման մեջ բաներ ա գրել, դե սրանք պետքա պարզվի։ Սա է, հենց եք գրել, ուրիշ բան չեք գրել։ Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը։ Հիմա նայեք, որոշում եք արդյունքում ընդունել կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով Բայնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերի սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստեր ուսումնասիրելու նպատակով։ Նանցա չափածովեր աշխատակազմը սա մեկնաբանում է, որ դուք վերադարձելով ձեր լիազորությունները որոշել եք կամերալ ստուգում անել, դրանք ամեն ինչ ստուգեք, կամերալ չներողություն Համալիր ստուգում անելու իրավասություն չունեք։
Չկա տենց բան, դուք ունեք հաշվետվողականության գործընթացներ, ունեք թեմատիկ ստուգումներ անելու, ստուգում բառներ են պայմանական օգտագործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ստուգումների իրականացման մասին օրենքով դուք սուբյեկտների շարքում չեք, հանձնաժողովը կարգավորողով է եւ գործում մի քիչ այլ օրենքի շրջանակներում։ Երբ որ մենք փորձում ենք վերլուծել, լավ, կարող եք աբստրակտ գրանք կազմակերպությունում տենց աբստրակտ տեսնենք լավ աշխատում, թե վատ աշխատում, սեն շատ աբստրակտ։ Պատասխանը ոչ է։ Կա որոշակի թեմաներ, որի շրջանակներում իրականացվում է, ստուգում կասեմ, ինչ կասեմ, հեսա գործիքակազմին կանդրադառնամ, որը պետք է իրականացվի։ Եվ հանձնաժողովը ակնհայտ սխալ է մեկնաբանում այս նորմը։ Ասում այդ որ դու գրել եք, որ կարող ենք ամեն ինչ ստուգել, այդ ամեն ինչ որ ասում ստուգեք, այդ ասում որ իրավական ակտերին համապատասխանությունը 9 կետի մասում։ Դե կարող է դեպքում, եթե դա սենս լիներ, կարեք մի հատ էլ հարկային ստուգեի, կարեք մի հատ էլ ստուգեի այլ պարտավորությունների կատարում։ Իհարկե չէի կարայի, որովհետև կրկնում եմ միջամտությունը պետական մարմինների, այդ թվում նաև կարգավորվող ոլորտում պետք է լինի մինիմալ եւ բացառապես սահմանված լինի օրենքով։ Հիմա նայեք, որպեսզի սա չդառնա, որ ես իմ կարծիքն եմ ասում ի տարբերություն հանձնաժողովի, որտեղ ես չեմ ասում, ես այդպես եմ կարծում։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը կիրառելի է բոլոր վարչական վարույթների նկատմամբ, հաշվի առնելով հատուկ վարույթների օրենսդրական առանձնահատկությունները, եթե կան ինչ-որ առանձնահատկություններ։ Ուրեմն վարչական վարույթի հասկացությունը տրված է այդ օրենքի 10-րդ հոդվածում, որը ասում է վարչական վարույթը վարչական մարմնի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողություն է եւ բաղկացած է 3 փուլից։ Փոխկապակցված վարույթի հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից։ Ուրեմն վարուցման փուլը այդ վարչական վարույթը հարուցվում է անձի դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա, այս հարուցման փուլն է։ Երբ որ մենք նայում ենք հետո իրականացվում, որ ասում է դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված նույն օրենքով նախատեսված գործառույթներ, որը ավարտվում է ակտի ընդունմամբ։ Երբ որ նայում ենք այդ հարուցման փուլը 30-34-րդ հոդվածներն ենք նույն օրենքի փորձում, ուզում եմ ֆիքսեմ, որ ՀՑԿ-ի մասին օրենքում կամ էներգետիկայի մասին օրենքում այս հարուցման ֆունդամենտալ որևէ տարբերություն չկա, այսինքն այս ընդամենը մի հատ կետ ավելացրել, որ ասում է տկենի դիմումով հարուցում եք, այսինքն առանձնահատկություն կա, որ դիմումով, բայց անձի դիմումով ձեր նախաձեռնության ըստ էության։ Ասում է հետևյալը, որ վարչական վարույթը հարուցելու հիմքերն են անձի դիմումը բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը։ Եվ ասում է, ուրեմն սույն օրենքի առաջին մասի B կետով նախատեսված դեպքում, երբ որ ձեր նախաձեռնությամբ վարույթը հարուցվում է այն գործողության սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ ակտի ընդունմամբ, դուք ընդունել եք հարուցելու որոշում, եթե սա մենք դիտենք բողոքի վրա է, էական չի, եթե բողոքի վարչական մարմնը ստանալու օրվանից է հարուցվել։ Այսինքն, եթե մենք սա դիտում ենք, որ բողոքի հիման վրա է հարուցվել, ժամկետը այսօր արդեն լրացած է, որովհետև բողոք ստացվել է ձեր որոշում ընդունելու նախորդ օրը։ Բայց ես այդպես չեմ գնահատում, ուզում եմ ասեմ, ես գնահատենք, որ սա ձեր նախաձեռնությամբ այդ տեղեկատվությունը հաշվի առնելով եք ընդունել։ Ուրեմն ինչ է ասում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը։ Այլ որ ասում տկենը ձեզ դիմել, դուք պետք է համապատասխան ակտ ընդունեք, ընդունեցիք։ Ինչ է այստեղ ստացվում։ Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ հաղորդման կամ բողոքի հիման վրա վարույթ հարուցելու պայմաններում վարչական մարմինը նշված վարույթի ընթացքում ուսումնասիրում է վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքները եւ դրանց հնարավոր ազդեցությունը, ընդ որում վարույթի ընթացքում այլ ենթադրյալ խախտման հայտնաբերելու դեպքում, եթե հանկարծ վարույթ է իրականացնում խախտում տեսակ, դա ոչ թե պետք է մտնի այս վարույթի մեջ, այլ եթե ի սկզբանե ստուգման առարկա չի, այլ վարչական մարմնի ներողություն, հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը նոր վարույթ պետք է հարուցի։ Եվ ստեղ մի հատ ֆունդամենտալ տարբերություն կա, որը մեծ ռոք է։ Այդ ժամանակ դուք չեք կարող հարուցել։ Այ եթե խախտում ենք տեսնում ուրիշ, այ հետ են գալիս ինքով քննարկում ենք, արդյոք այդ ձեռբերված ապացույցներով կարող է նոր վարույթ հարուցվի թե ոչ։ Եվ հետևաբար ֆունդամենտալ տարբերություն կա 9-րդ կետով հարուցված վարույթի եւ ցանկացած այլ հիմքերով կնվող գործերի շրջանակներում։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվում է, որ մենք վերջնական վարչական ակտի նախագիծը դրված եղանին քննարկելու, որից 6 կետից, 6-ը մի քանի կետ ունի, ընդունենք 6 կետից առնվազն 3-ը կամ 4-ը, կախված ոնց կմեկնաբանենք տարիների տարբերություն կա, դրանցով հարուցված վարույթ գոյություն չունի։ Այսինքն հարգելի հանձնաժողով դուք պետք է քվեարկեք մի նախագծի վերաբերյալ, որով հարուցված վարույթ գոյություն չունի։
Եվ ինչի է այս process-ը մի քիչ տարօրինակ, որովհետև նախկինում դուք իրականացրել եք էներգետիկայի մասին օրենքով եւ ՀՑԿ մասին օրենքով սահմանված ընթացակարգ էր։ Եվ հիմա դրան կանդրադառնամ ապացույցների ձեռբերման գործընթացի լույսի ներքո։ Համապատասխանաբար ի սկզբանե չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով հարուցված վարույթ չկա, եւ համապատասխանաբար, եթե նույնիսկ հանձնաժողովը գտնում է, որ ինչ-որ խախտումներ հայտնաբերվել են, ինչի հետ ես համաձայն չեմ, համապատասխան վարույթը պետք է առանձին հարուցվի, քննարկվի։ Չեմ մանրամասն չեմ քննարկի ժամանակի սղության պատճառով, որ երկարաձգում եղել է ոչ իրավաչափ, որովհետև երկարաձգման հիմքում դրվել է ոչ թե ինչ-որ գործակալություն կամ ինչ-որ հանգամանք, ասեն ապացույցներ պետք է դրվել են։ Այս փուլում եթե ապացույցներ չկար, պետք է ավարտվել, որովհետև կրկնում եմ, սա հատուկ վարույթ էր։ Սա ենթադրում է, որ առաջին օրվանից ապացույցները արդեն պետք է լինեն։ Սա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ տկելը ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Սա ապացուցվում է նրանով, որ հանձնաժողովը ասում է, մենք դրա մասին իմացել ենք փետրվար ամսին, այս դրա մասին իմացել ենք ավելի շուտ։ Սրա հիմքում դրված է նաև հանձնաժողովին ուղղված մեղադրանք նախկինում կատարած աշխատանքի որակի հետ կապված, որովհետև ըստ էության ասում դες խաբել են դուք չեք հասկացել։ Դուք ավելի վատ եք հասկացել, քան կհասկանալ տկենը, որ դες խաբել են դուք այդ տեղեկատվությունը վերցրել ընդունել եք։ Ինչի եմ սա ասում, որովհետև տեղեկատվությունից բացի գործիքական կա ապացույցներ ձեռք բերելու հետ կապված։ Հիմա նայեք, երկրորդ կետին անդրադառնամ, այդ դեռ վերված ապացույցների մեծամասնությունը ոչ իրավաչափ են եւ վարչական ակտի հիմքում չեն կարող դնել, փորձեմ դրանք շատ կարճելի անդրադարձ կատարեմ, 15 րոպե ոնց որ ժամանակից մնաց, վերջում եթե քիչ մնա կխնդրեմ կարճ ավելացնեք կամ չեք ավելացնի։ Վարչական մարմինը, ուրեմն վարչության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը ասում է ինչ ապացույցներ պետք է քննարկվի։ Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայացողությամբ այդ մարմինը պիտանի եւ անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար։ Շատ լայն մեկնաբանություն է տված վարչական մարմնի համար։ Բայց Պետրովեկ դատարանը 23 թվականի փետրվարի 23-ին ԲԴ կոտորակ 1840 կոտորակ 05 կոտորակ 18 գործով անցել ապացույցների թույլատրելիությանը եւ ասել է միևնույն ժամանակ այս հոդվածն է բերում մեկնաբանում է երկար, ասում է 42-րդ հոդվածի առաջին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը եւ վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը, ընդ որում վարչական վարույթի ընթացքում հետազոտվել եւ գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռբերված եւ օրենքին համապատասխան ապացույցները։ Սա ինչ է նշանակում, երբ որ մենք սա համադրում ենք սահմանադրության հետ, որտեղ ասում է, որ պետական մարմինները կարող են անել բացառապես այն, ինչ օրենքով ուղղակիորեն լիազորված են իրականացնել ի տարբերություն մասնավոր անձանց, ովքեր իրավունք ունեն անեն այն, ինչը արգելված չի, ցանկացած ապացույցի օրինականություն գնահատելիս պետք է գնահատենք։ Դուք վերազանցել եք ձեր լիազորությունները այդ ապացույցը ձեռք բերելուց, թե ոչ։ Այդ ապացույցները ձերում հայտնվել են ձեր լիազորությունների իրականացման շրջանակներում, թե ոչ։ Փորձենք տեսնենք ինչ ապացույցների ձեռքբերման գործիքների մասին է խոսում ՀԾԿ օրենքը։ ՀԾԿ օրենքը ասում է երկու գործիք։ Մոնիտորինգ տեղեկատվության հարցում։ Մոնիտորինգ տեղեկատվության հարցում։ Կատարվել է երկու մոնիտորինգ ընթացակարգի խախտման կանդրադառնամ, տեղեկատվության հարցում չեմ տեսնում նյութերի մեջ։ Առնվազն տենց ամբողջական չեմ տեսնում, կարող է ինչ-որ կսկտուր հարցումներ լինի, ծավալը մեծ է, նայել եմ հերթով։ Ինչ եմ տեսնում դրա փոխարեն։ Դրա փոխարեն տեսնում եմ Ռոմանոս Պետրոսյանի նամակ, Իլերումն մի հատ էլ նամակ, Իլերումն մի հատ էլ նամակ, Իլերումն մի հատ էլ նամակ, որում ոչ թույլատրելի ապացույցներ են ներկայացված 3 պատճառով։ Ռոմանոս Պետրոսյանը իրականացնել է գործադիր մարմնի լիազորությունները, խախտում է ֆիդուցիալ պարտավորությունը, փոխանակել խնդիրները լուծի եւ իրականացնի իր գործառույթը համակարգը հեսա խլվելուց փրկի, ապացույց է հավաքում։ Մարդիկ են հարցակնում, նորից եմ կրկնում, համակարգը հեսա փլվում է, այդ տենց է սկսվել վարույթը։ Երբ որ դա տենց է սկսվել վարույթը, ինչ ապացույց, ինչ բան գնանք փրկենք, հետո համապատասխան մարմինները կգտնեն այդ ապացույցները։ Չէ ապացույց, հետևից ապացույց, հետևից ապացույց, հետևից ապացույց, ապացույցը չակերտավոր, հեսա կանդրադառնալու չի։ Ուրեմն երկրորդ
Երկրորդ գործիքը հարցումներն են, ոնց որ ասացի։ Ընդ որում հարցում կարող է արվի ինչպես կարգավորվող մարմին, այնպես էլ պետական մարմիններ։ Ինչպես կարգավորվող մարմին, այնպես էլ պետական մարմիններ։ Ուրեմն ու սահմանված է տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը, որում բոլորը բոլորին ՀԾԿ-ն պետական մարմինները ՀԾԿ-ին, կարգավորվող մարմինը ՀԾԿ-ին, այնքանով որքանով այդտեղ շատ կարևոր երկու հանգամանք, առևտրային բանկային ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի, եթե դա չի հանդիսանում, իսկ եթե տրամադրվում է, չպետք է հրապարակվի։ Նախատեսվել է, հրապարակվել է փաստաթուղթ, որտեղ բանկային տվյալներ կան, տրամադրվել է տեղեկատվություն, որտեղ մարդկանց անուն ազգանուններն են ամբողջությամբ ֆիքսված։ Եվ դրանք հրապարակված են վարչական վարույթի նյութերում են, մի մասը նախագծի մեջ անվանական հրապարակված են։ Համապատասխանաբար այս ապացույցները, եթե ընդունենք ապացույց են, հիմա կանդրադառնամ ինչի չեն նաև դրանք ապացույց, ձեր մոտ են հասել ոչ իրավաչափ եղանակով։ Հիմա, քանի որ վարչական վարույթում է, վարչական վարույթի նյութերից մեկը սա է, որտեղ, եթե մենք տեսնենք, հաշվարկի ակտերն են, ինչ-որ նկարներ են, հաշվարկի ակտեր են, նկարներ են, ոչ մեկ ստորագրված չի։ Ոչ մեկ ստորագրված չի արմատականացվող տեղեկատվություն չկա, անձնագրային տվյալներ չկա, այսինքն այս ակտով ես գնամ դատարան, ես պարտվելու եմ գործը։ Այ գնամ այս ակտով, ասեմ դուք միջամտել եք, ելնում եք այն կանխավարկածից, որ միջամտողը հեծնա։ Կարող է հեծ չէ, քաղաքացին է, որ սրանով գնամ դատարան, ասեմ դուք միջամտել եք այս ակտին, պարտվելու եմ։ Ոչ թե ձևական եմ ասում, նմանատիպ հանգամանք այլ կարգավորողով ունեմ իմ պրակտիկայում։ Պատշաճ ստորագրված չի, պատշաճ արձանագրված չի, չունեմ։ Սա ոչ միայն բանը չի ստորագրել, քաղաքացին չի։ Բաններ չի ստորագրել, հեծի աշխատակիցներ չի ստորագրել։ Ունեմ նկարներ, նկարները ով ա վերցրել, ինչ հանգամանքներով չկա։ Այ վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը տալիս է եւ վարչական դատավարության օրենսգիրքը հետագայում ասում է լուսանկար որ տալիս է, պետք է ասեք որտեղ է նկարվել, ինչ հանգամանքներում է նկարվել, ով է նկարել։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Այս գործընթացի արդյունքում ստացված ապացույցները ոչ իրավաչափ են, շարունակություն են։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը հնարավորություն է տալիս պարզել վկաների հարձակնության ընթացակարգ։ Ու դա պարտադիր չէր բացառապես գալ այստեղ հարձակվեր վկան, այդ դա ամենապատշաճ ընթացակարգը կլներ եւ դա պետք էր արձանագրել վարույթի շրջանակներում։ Հիմա ինչ ասում դրա վերաբերյալ։ Վարչական մարմինը վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ նախաձեռնությամբ որպես վկա հրավիրում է եւ լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործի վերաբերյալ տեղեկություններ, իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունք տալ գրավոր, առանց վարչական մարմին ներկայանալու, գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով եւ ստորագրման տարվա ամսվա եւ ամսաթվի նշմամբ։ Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմին կողմից հրավիրվում է այդ մարմին։ Երբ որ ես ասում եմ, որ վկաներին պետք է լսել, ձևական չի ասում, դա ժամանակ ձգելու խնդիր չկար։ Հիմա ինչ ունենք։ Հայտնեք թե ով եւ որ պաշտոնական եւ որ պաշտոնյան է ձեզ հանձնարարել կամ պարտադրել ապահովել 52% կորուստ։ Հարցը սխալ է, հարցը ուղղորդող է եւ абսուրդային է, որովհետեւ ոչ մեկը չի գալիս են վատ տարբերակից, ոչ մեկ չի ասել, հանկարծ որ 0-9 կգանես տենց հանես, որ 52%-ը գա։ Այսինքն, էսա ենթադրում է, որ այդ մեկը մեկին հանձնարարել է, որ գնաց իդեալական տեղամասը, ընդհանրապես կորուստ չկա, պարտադիր պետք է այնտեղ մի հատ տես կաբելի վրա ինչ-որ պրոբլեմ սարքեք, որ 52% կորուստը գա։ Երկրորդը, որևէ ձեր սպարս չի դառնում, երբ որ ընկերությունը կառավարչական գործառույթ իրականացնելուց տեղամասերում որոշակի պարամետրեր է իջեցնում, որ սա մեր KPI-ներն են, դրտելու անհրաժեշտ տվյալներն են։ Ոնց պետք ուրիշ ոնց կարա հեծը գա ինչ-որ ցուցանիշի, եթե ցուցանիշները չի բաշխում տարածքներով եւ ցուցանիշները քննարկման առարկա չեն դառնում։ Բայց դա չի կարող մեկնաբանվել, իսկ թե փորձ արվում մեկնաբանել, այ որ ինչ-որ մեկը հանձնարարել է կգնա խաբելագրում կանեք։ Ինչ-որ մեկը հանձնարարել է կգնա թերգրանցում կանեք։ Ինչ-որ մեկը հանձնարարել է կգնա գողանեք։ Ինչ-որ մեկը հանձնարարել է կգնա հանցագործություն կկատարեք։ Այն որ ով է այդ ինչ-որ մեկը որևէ ձեր պարզված չի, չգիտեմ ով է տարբերակով է։ Մեկը չի, սա ես մի հատ կարդացի, բայց որը որ բացենք նույն բանի վերաբերյալ է։ Եվ կրկնեմ հանձնաժողովի աշխատակազմը, էլի այն օրը ասում է, որ դե դա մենք դիտարկում ենք գրավոր ապացույց։ Չենք կարող վկային հարցաքննենք, ասենք գրավոր ապացույց է։ Դե չենք կարող։ Չկա տենց ընթացակարգ։
Վկայի հարցաքննությունը, ինչի եմ ասում չկա տենց ընթացակարգ, որովհետև չնայած վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը գրավոր ապացույցի սահմանումը չունի, գրավոր ապացույցը սահմանված է դատավարական բոլոր օրենսգրքերում, ու առնվազն քաղաքացիական վարչական։ Համարյա նույնական ձևակերպում է։ Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար եւ մասնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր նյութերը։ Նույնը կարող է նայել քաղաքացիականում, մի երկու բան կարող ասենք փոխված է։ Սա գրավոր ապացույց չի։ Եվ երբեք քրեական գործում, երբ որ վկային հարցաքննած են լինում, այդ կարդում են, դա գրավոր ապացույց չի դիտվում, միևնույնն է, սա դիտվում է վկայի հարցաքննության ապացույց, որը ուղղակի հետազոտվում է թղթի կարդալու ձևով։ Եվ հետևաբար, ակնթարթ հաշվման իրավունքը չիրականացված, սեփականազրկումը ինքնին նույնպես կդիտվի որպես միջազգային իրավունքի խախտում, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտում։ Ժամանակի սղության պատճառով ես շատ հակիրճ կանդրադառնում 3 կարճ պարամետրի, ամեն մեկի վրա ընդամենը 3 րոպե ժամանակ ծախսելով, 2-3 րոպե ժամանակ ծախսելով։ Ինչ վերաբերվում է առաջին կետին, համակարգի չաշխատելուն։ Սա նույնպես ապացույցների անթույլատրելիության խնդիր է։ Գոյություն ունի ձևավորված միանշանակ պրակտիկա վարչական մարմիններում եւ դատական մարմիններում, որ հատուկ գիտելիք պահանջող տեղեկատվությունը կարող է ապացուցվի բացառապես փորձաքննության կամ մասնագետի միջոցով։ Պնդումներ են եղել, որ մի կոճակով Ռուսաստանի ջնջել են, ասում ենք ինչի հիման վրա փետրվարի 2-ին գրություն ա եղել, որը ուսումնասիրում եմ տարբեր լեզուներով հայերեն չի, բայց օքեյ, ռուսերեն հասկանում եմ, կարդում եմ, նամակագրությունն է, որտեղ ենթադրություններ է, որտեղ չկա, որ չեն կարողանում վերականգնել, որովհետև երբ որ ժամանակագրություն են դասավորում տարբեր ժամանակագրություն է գալիս, ստանում եմ տեղեկանք ստորագրված չի։ Երբ որ ասում եմ տեղեկանք ստորագրված չի, ինդիկատիվ ունեմ, ես մակագրում եմ, որ վերևում պետք է մակագրվի։ Հանձնաժողովը տվել է ստորաբաժանման ղեկավարին, որին պետք է մակագրվել եւ ընթացք տնել։ Մակագրված չի։ Ինչի՞ չի մակագրված, հանգամանքը սարված չի։ Փորձագիտական եզրակացություն կամ փորձագիտություն կամ հարցումներ են մարմիններից, ովքեր դա իրականացել են, արկա չի, գործում արկա չի մի հատ նյութ, որը ցույց կտա, որ տեղեկատվությունը չկա։ Ասում ենք, որ չկա, ասում եմ, դե մենք կարողացել ենք մտնենք նայենք կամ չենք կարողացել։ Երբ է ջնջվել, ինչ հանգամանքներում է ջնջվել, ոնց է ջնջվել, միակ էս ապացույցն է։ Իսկ ինչ, եթե ժամանակավոր կառավարիչը մի կոճակով ջնջել է, հետո ասել է, բա ինչ անեմ, եկա վարի տվեցին հետ։ Օրա, շեֆ, всё пропало։ Ինչ անեմ, ասել եք, դու գնաք ուղղակի կասենք, այդ փետրվարի 2-ին է ջնջվել։ Ես չեմ ասում տենց է, տենց չի, բայց հարգելի վարչական մարմին, եթե դու կամ որոշված որոշում չունեք, ինչի՞ եք այդ սցենարը դիտարկում։ Այսինքն ինչի եք դիտարկում, որ երբ որ բացում եմ տեղեկանքները պարոն Պետրոսյանի ներկայացված, ասում եմ, ինչ երբ որ ես սկսեցի ստեղ կառավարել, ցուցանիշները վատացան։ Ինչի՞ չենք դիտարկում, որ վատ են կառավարել, վատացել, այլ դիտարկում ենք, որ առայժմ գողանում ենք, հիմա որ չեք գողանում, դրա համար է վատացել։ Ես իմիջիայլոց չեմ ասում, որ մեկն է ճիշտ կամ մյուսն է ճիշտ, այս հանգամանքները պարզված չեն։ Եվ այս հանգամանքների պարզված չնելուն դուրում իմ համար էլ է որոշակի պրոբլեմատիկ, որովհետև ես այս նյութերով եմ գնահատում։ Եվս մեկ էլ ինչ վերաբերում է բանկային երաշխիքներին, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հարցնի բոլոր կետերով անցնեմ, փորձեմ բանկային երաշխիքներին եւ միջազգային արբիտրաժին կարճ անդրադարձ կատարեմ ու ավարտեմ։ Երբ կար քննարկեցինք, ընկերությունը կարա տա բանկային երաշխիք, չի կարա տա, խի է տվել, ոնց է տվել, պետք է տար, չպետք է տար։ Տիկին Շահինյանը հարցադրումներ արեց, լավ է թեվա տա, որ կարանա հեծը։ Ես ասում եմ, չգիտեմ լավ է թեվա տա, ես ունեմ մի չափանիշ, իրավաչափա, ոչ իրավաչափա։ Ապացույցների քննարկման ժամանակ, մոտավորապես ինչ-որ փաստաթղթեր է, որտեղ բանկային երաշխիքների ինչ-որ տվյալներ կան, որոնց կարգավիճակը մինչև վերջ պարզ չի։ Վարչական մարմինը ունի հնարավորություն տարբեր կազմակերպություններից ստանալ այդ տեղեկատվությունը։ Գործում առկա է մենակ Ամերիա բանկի գրությունը, որ քանի որ կորպորատիվ փաստաթղթերը չեն եղել տրամադրված այդ երաշխիքների չի հանում, ստորագրվել է, բայց որին պետք է հաջորդել կորպորատիվ համաձայնություն, որը առկա չի համապատասխանաբար ինքը չի դիտարկել, ամյո բանկով ինչ-որ տեղեկատվություն է, որի ամբողջականությունը ինձ համար պարզ չի ինչ է, ես քննարկում եմ փաստականը հետ իրավականին կանդրադառնամ։ Երբ որ ես դիտարկում եմ մնացած երաշխիքների մասով այսպես, դա նամակագրություն եմ տեսնում, որտեղ ասում եմ, տվեք ինչ-որ աղյուսակը խնդրում եմ լրացրեք, աղյուսակը վերադարձվում է, աղյուսակը խնդրում եմ լրացրեք, աղյուսակը վերադարձվում է, ինչ-որ հարցադրումներ է տվում վարկերի մասին։ Կա մի որոշ քանակի երաշխիքի պայմանագրեր, որոնց կարգավիճակը եղել է, չի եղել, ինչ կարգավիճակ ունի, ինձ պարզ չի։ Բայց մի հատ պարզ բան գիտեմ, երբ որ գրում են, որ սա գաղտնի պրոցես է,
երաշխավորությունը բանկային երաշխից խալոքնելով, բանկերում տրված երաշխավորություն։ Երաշխավորությունը գաղտնի չի կարող լինի։ Ինչի չի կարող լինի բացատրեմ։ Որովհետև այդ երաշխավորության թուղթը, եթե ես բանկին չտամ, ոչ մի առողջ բան չի ունենալու, էլի, այսինքն ինքը չի հետևանք չի առաջացնել ընդհանրապես, այսինքն որպես ինքը հետևանք առաջացնի, առնվազն պիտի գնամ բանկ, ասեմ ես մարդկա խորհրդավորության համար ես պատասխանատու եմ այսօր ձեզ երաշխավորություն։ Եթե ես դա չտվեցի, ես ինչքան ուզում եմ թուղթ ստորագրեմ իմ մոտ, այդ նույնն ոնց որ ես նվիրատվության պայմանագրեր ստորագրեմ իմ տանը դնեմ իմ սեյֆում, ինչ-որ տարբեր փաստաթղթեր ստորագրեմ, եթե դա ես ինչ-որ միտեղ չտվեցի, դա հետևանք չի կարող առաջացնի։ Հիմա մենք ինչ ունենք, ես հիմա վերջնական չեմ կարողանում պարզել ներկայացված ապացույցները, իմ մոտ մի ժամն է, ես 5-6 րոպե եմ խնդրում ավել, ես ապացույցների ծավալը չեմ տեսնում, բայց հիմա շարունակություն է։ Որոշակի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ։ Պետք է արդյոք երաշխավորությունը սահմանափակել։ Կարող է, պետք է, կարող է չէ, ես չեմ քաղաքականություն մշակողը, բայց նույն ձևի պետք է արդյոք փոխառություններ վերցնելու ծավալը սահմանափակել կամ թե չէ։ Պետք է արդյոք կարգավորումներ ունենանք, օրինակ սնանկության մասին օրենքում շատ հատուկ սպეციფიկ կարգավորումներ թե չէ։ Պետք է արդյոք ունենանք կարգավորումներ վնասի հատուցման ինստիտուտի օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվի մասում, կարող է, պետք է, կարող է չէ, սա կախված է կարգավորման մոտեցումից։ Ունենք արդյոք կարգավորում, որը արգելում է երաշխավորություն, ոչ։ Որովհետև ունենք ընդհանրապես ձևակերպում, որ պետք է համաձայնեցվի, ներողություն, ունենք ընդհանրապես կարգավորում, որ պետք է համաձայնեցվի լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի եւ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը։ Ու ճիշտ է, որովհետև գրավադրումներ չի փոխանցում։ Առանձին գրել է։ Դրանք գրավադրում։ Ինչի է սրան գրել, որովհետև քաղաքացիական իրավունքում մի հատ պարզ ճշմարտություն կա, իրավունքները կամ գույքային են, կամ պարտավորական են։ Գույքայինը կապած է կոնկրետ գույքին, անվանական, այս շիշն է, գրավ եմ դրել, այս շիշը կամ ապահոված իրավունքերի շիշն է, այս շիշն է ապահովում պարտավորությունը, իմ դրամական միջոցները կապ չունեն, իմ բիզնեսը կապ չունի, իմ գործունեությունը կապ չունի, այս շիշը ինքը որպես իր ապահովում է պարտավորությունը։ Երաշխավորության պայմանագիրը պարտավորաիրավական է, այս երաշխավորության պայմանագիրը ապահովելու համար կարան կերազդել են ինչ-որ բան, այս ժամանակ պիտի գան համաձայնեցնեն։ Եվ էլ եմ ասում, օրենքը լավն է թե վատն է, կապ չունի, կարևորը ինչ հարգրված։ Ես ցիտեցի, հիմա երբ որ մենք փորձում ենք օրենսդրությունում հասկանալ այդ փոխանցումը ինչ է վերջի վերջում։ Ես բանկային փոխանցումը գիտեմ, փորձում ենք հասկանանք այդ փոխանցումը ինչ է, օրինակ, արժեթղթի փոխանցման փոխանցվում է դրանով հավաստող բոլոր իրավունքները։ Եթե ստացվեց, որ երաշխավորությունը դա փոխանցում է, ուրեմն նշանակում է այս երաշխավորություն տալով այդ գույքի նկատմամբ բոլոր իրավունքները փոխանցել են։ Այստեղ շատ կարևոր մի հատ հանգամանք էլ կա, օրենքը չի ասում փոխանցման կամ փոխանցման ռիսկի, փոխանցման կամ փոխանցման հնարավորության, ասում այլ եղանակով փոխանցման դեպքում պիտի ստանանք համաձայնություն։ Ավելին հանձնաժողովը հետո այդտեղ որոշակի կետեր ավելացրել, ասել օրինակ ժառանգության դեպքում կարած չստանաս, օրինակ համապարփակ իրավահաջորդության դեպքում կարած չստանաս, այսինքն դա հետմերով բռնականացման դեպքում կարած չստանաս, պետք է ինձ համար մինչև վերջ պարզ չի, որ հանձնաժողովը խիալ դուրս եկել կամ դուրս չի եկել, բայց ամեն դեպքում ես ասում եմ այն ինչ որ գրված է հանձնաժողովի կարգում։ Եվ այդտեղ ավելացրել նաև բացառություն, որ երաշխավորության դեպքում էլ կարած չստանաս, վաճառքի դեպքում։ Տեղից այս հոդվածից անել եզրահանգում, որ այսա պետք է մեկնաբանեն, որ այն վերևում գրված է ենթադրում է, որ երաշխավորությունը պիտի ստանալ, չի դիմանում իրավական ոչ մի քննադատության, որովհետև այդ շարքի մեջ բացի գրավից մնացած ոչ մեկով նախապես չենք ստանում։ Բացի գրավից ոչ մեկով նախապես չենք ստանում։ Եվ սա է ֆունդամենտալ խնդիրը։ Հիմա վերջին երկու կարճ կետերին, մեկը ուրեմն վերաբերվում է 6-րդ կետին։ 6-րդ կետը բացում ենք, ասում արդյունավետ չի։ Բացում են 9 հատ կետ է դրված արդյունավետ չի։ Հարգելի հանձնաժողով, չեմ ուզում անդրադառնամ 9 կետից որևէ մեկին։ Արդյունավետությունը որևէ կառավարման համակարգում չի կարող ենթադրվել բոլոր հնարավոր որոշումների ամենաարդյունավետ ընդունում։ Չկա տենց բան։ Չի կարող լինի, էլի, որ ես իմ ամեն մի գործողությունը պետք է սուպեր արդյունավետ լինի։
Մենք հետ կգանք Պելեայի Աքիլեսի խնդրին, Աքիլեսը երբեք Պելեային չի անցնի։ Մենք պետք է դիտարկենք ընկերությունը կառավարվել է արդյունավետ թե ոչ արդյունավետ, դաս հիմա բան են զարմանում են, ասում են ոնց կարա լինի ընկերության ռեյտինգը ավելի բարձր քան պետությանը։ Ես էլ եմ զարմանում, ոնց կարա պետությանը ավելի ցածր լինի քան ընկերության։ Նշանակում ավելի վատ է պետությունը կառավարվում։ Նշանակում է պետության ռիսկերը կառավարելի չեն։ Ընկերությանը ավելի քիչ է։ Տեսնում ենք մենք բարձր ռեյտինգ, մենք տեսնում ենք ուրեմն մեկ վարքային, ես ուղղակի մի քանի պարամետր կասեմ ընդհանրապես, ISO-ի ստանդարտ, մենք տեսնում ենք doing business-ով պարամետրերի բարելավը պետության ու համակարգի մեջ։ Ես տեսնում եմ CFI-ի համապատասխան սերտիֆիկատ, ես տեսնում եմ IMEA Finance-ի կողմից լավագույն ճանաչված, տեսնում եմ պարտատոմսերի թողարկում նույն պարամետրերով ինչ-որ պետական պարտատոմսերն են։ Այսինքն տեսնում եմ ընկերության արդյունավետ կառավարում։ Հիմա մենք ասենք, այս փոխը փոխանցել ես ստեղ, այս փողի տոկոսը չես ստացել, որովհետև գործընկերները ներկայացրեցին, որ վարկի տոկոսը ավելի էժանայել է։ Եվ ակնհայտորեն բիզնեսը չի կարող ավելի վատ կառավարվել, եթե խոսում ենք ընդգրկանոց բիզնեսմենի բիզնեսի մասին, զուտ մենակ, որովհետև մի պարամետրով համոզված լինելով, որ փողի տեղը դարձի պատկերացնում է։ Եվ վերջին կետը, ամփոփումը, վերջին կետը ձեզ եմ ներկայացնում Միջազգային Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների համապատասխան արտակարգ արբիտրաժի գործով արտակարգ արբիտրի ժամանակավոր միջոցների մասին արտակարգ որոշման վերաբերյալ վճիռը ամբողջ ծավալով, ուրեմն ապոստիլով եւ նոտարական թարգմանությամբ, համաձայն որի ես այդտեղ ուղղակի հողում կանեմ մի հատ կետի վրա, որոշում է պահանջում է պատասխանողից, այն է Հայաստանի Հանրապետությունից, որի անունից ես պարին դուք եք հանդես գալիս, մասնավորապես, դրնպահ մնալ ազգայնացման օրենքների կիրառումից, մասնավորապես հեծի լիցենզիայի չեղարկում։ Մասնավորապես հեծի լիցենզիայի չեղարկում։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ հարգելի հանձնաժողով, դուք դիմել եք կառավարության համապատասխան ստորաբաժանում, հարցրել եք, պետք է կասեցնեմ, թե չէ բարույթը։ Պատասխանել եմ, որ կասեցման մասին բան չկա։ Եվ ճիշտ եմ պատասխանել, չի գրել, որ բարույթը կասեցրու։ Այն գրել է, որ ժամանակավոր կառավարչին չնշանակեք, իսկ եթե նշանակել եք, թույլ չտաք հանդես գալ որպես գործադիր բանի, ուղիղ տարբերված։ Բայց ու ասել եմ, որ կասեցնեմ, չի հարկասի, բայց ավելի լայն կգնի։ Ես հիմա տալիս եմ որոշումը ամբողջությամբ, շատ կարևոր մի հատ հանգամանք։ Որոշումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, այն ինչ որ գրված է համապատասխան գրությամբ ձեզ ուղղված, դուք տեղեկացված եք, որ այս որոշումը պարտադիր է կառավարության կողմից, վաղը քննարկման ժամանակ ձեր չտեղեկացվածության մասին որևէ պնդում չի կարող հաստատվել, եւ այս սրանով ձեզ արգելված է լիցենզիայի ձեռքել։ Նորից եմ ասում, սրանով ձեզ չեն պարտավորեցնում կասեցնել։ Սրանով ձեզ պարտավորեցնում է լիցենզիայի չզրկել։ Սա փոխանցեմ ձեզ ամբողջական հաշվի առնելով նշվածը, խնդրում եմ բարույթը կարճել։ Հա, ավարտում։ Խնդրում եմ բարույթը կարճել։ Բարույթում իրավախախտում չհայտնաբերելու հիմքով, կամ եթե որևէ հանգամանքի հետ կապված հանձնաժողովը կգտնի կա իրավախախտում, կիրառել, դա հետո կբողոքարկվի թե չէ կդիտարկենք որոշումից, կիրառել լիցենզիայի զրկման հետ չկապված կապամանով պատասխանատվության միջոց, ըստ անհրաժեշտության համակցելով, մի բան, որը դուք պետք է նախկինում ավելի հաճախ կիրառեիք, որը ավելի արդյունավետ է, համակցելով պարտադիր կատարման ենթակա որոշակի հանձնարարությունների տրամադրման։ Օրինակ, չգիտեմ, այս համակարգը կիբերնամտանգության տեստավորում անցկացրեք, այս բերեք միջազգային մի հատ փորձագիտական կազմակերպություն, ՏՏ ոլորտի ով ձեզ համար կմշակի SI եւ կտա կիբերնամտանգության սերտիֆիկատ, ներդրեք ընթացակարգեր թերությունների մասին հանձնաժողովին նախապես եւ ժամկետում հայտարարելու մասով, ինչ որ կգտնենք, այս չգիտեմ, քննարկումների ժամանակ ես ինքս հեցի ընթացիկ գործունեությունը որպես փաստաբան չեմ սպասարկել, ես բարձրացնում եմ այն հարցերը, որոնք հարցադրումների ժամանակ բարձրացվեցին հանձնաժողովի կողմից։ Դա հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը խուսափել բազմամիլիոնանոց, բազմա 100 միլիոնանոց
պատասխանատվության միջոցների տակ մտնել, դա հնարավորություն կտա ապահովել օրինականության նվազագույն ընդունելի մակարդակը, օրինականության սահմանադրականության միջազգային իրավունքների պաշտպանության ծույլ վարույթի շրջանակներով շնորհակալություն։